Ադրբեջանի ԱԳՆ-ը կանչվել Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։ Ըստ հաղորդագրության նրան լուրջ մտահոգություն եւ վճռական բողոք են հայտնել ռուսական տեղեկատվական դաշտում հաճախակի դարձած սադրիչ, վիրավորական եւ սպառնալից հայտարարությունների կապակցությամբ, որոնք հնչում են Ադրբեջանի, ադրբեջանցիների եւ իշխանությունների հասցեին։ Մասնավորապես Բաքուն անընդունելի է որակել երկրի ներքին քաղաքական գործընթացներին հնարավոր միջամտություն պարունակող քննարկումները եւ ֆիզիկական բռնության կոչերը։ Ադրբեջանական կողմը Մոսկվայից պահանջել է անհապաղ եւ արդյունավետ միջոցներ ձեռնարկել ռուսական մեդիա դաշտում հակաադրբեջանական հռետորաբանությունը դադարեցնելու ուղղությամբ։ Ադրբեջանի մամուլի խորհուրդն էլ հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, թե ռուսական որոշ զրույցներում տարածվում են անպարկեշտ վիրավորական նյութեր եւ սպառնալից արտահայտություններ ուղղված ադրբեջանական պետության դեմ։ Մոսկվայում Ճապոնիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ, փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը նրան բողոք է հայտնել Ճապոնիայի վարչապետի եւ արտգործնախարարի հայտարարությունների կապակցությամբ, որոնք արվել էին օրերս Վլադիմիր Պուտինի Իտուրուբ կղզի այցից հետո։ Գերատեսչության հայտարարության համաձայն Կուրիլյան կղզիների նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը քննարկման եւ կասկածի ենթակա չեն։ Մոսկվան պնդում է, որ այդ տարածքները Ռուսաստանին են անցել երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով։ Նաեւ ռուսական կողմը իրեն իրավունք է վերապահում համարժեք միջոցներ ձեռնարկել հաշվի առնելով Ճապոնիայի հակառուսական քաղաքականությունը, պատժամիջոցները եւ Ուկրաինային աջակցությունը։ Օրեր առաջ Ճապոնիայի վարչապետը հայտարարել էր Տոկիոն դատապարտում է Պուտինի այցը Իտուրուբ կղզի, քանի որ նրա ձևակերպմամբ հյուսիսային տարածքները Կուրիլյան կղզին ամբողջությամբ Ճապոնիայի անբաժանելի մասն են, թե պատմականորեն, թե միջազգային իրավունքի տեսանկյունից։ Սա նայետակայիտին հավելել էր, որ Պուտինի այցը սրել է Ճապոնիայում հակառուսական տրամադրությունները եւ բարդացրել հարաբերությունների վերականգնման գործընթացը։ Նա նախազգուշացրել էր, դիտարկվում է Մոսկվայի դեմ միջոցները խստացնելու սցենարը։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում երկարաձգել Իրանի հետ հրադադարի համաձայնագիրը, որը ձեռք էր բերվել 60 օր առաջ։ Ավելի վաղ այդ մասին էր հայտարարել նաև իրանական կողմը։ ԱՄՆ նախագահը պնդել է, որ Թեհրանը ցանկանում է գործարք կնքել, սակայն ոչ այնպիսին, ինչպիսին ինքն է ակնկալում։ Մենք այնտեղ ենք մեկ պատճառով՝ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ եւ չի ունենա, Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում նշել է Թրամփը։ ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ իրեն դուր է գալիս Հորմուզի նեղուցն ամերիկյան տարածք ճանաչելու գաղափարը։ Թրամփը կրկնել է, այժմ նեղուցը գտնվում է ԱՄՆ-ի ամբողջական վերահսկողության տակ, թեև Թեհրանը հակառակն է պնդում։ Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը փակ կմնա, մինչև Միացյալ Նահանգները չդադարեցնի Իսլամական Հանրապետության ծովային շրջափակումը, չվերացնի նավթային պատժամիջոցները, չապասառեցնի իրանական ակտիվները եւ չդադարեցնի ռազմական գործողությունները։ Նա մեղադրել է Վաշինգտոնին Իրանում քաոս ստեղծելու փորձերի համար։ Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի նախագահը եւ Մեծ Բրիտանիայի նորանշանակ վարչապետը Ռեջեփ Էրդողանը եւ Էնդի Բըրնհեմը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ գլոբալ զարգացումները։ Էրդողանը վստահություն է հայտնել, որ Անկարա-Լոնդոն հարաբերություններն առաջիկայում նոր բարձունքների կհասնեն։ Ընդգծելով Թուրքիայի եւ Մեծ Բրիտանիայի միջև պաշտպանական արդյունաբերության ոլորտում առաջընթացը, Էրդողանը կարեւորել է նաեւ ռազմավարական գործընկերության շրջանակային փաստաթուղթը եւ անվտանգության ու պաշտպանության ոլորտում գործընկերության մասին պայմանագիրը։ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան եւ Լոնդոնը կշարունակեն համատեղ աշխատանքը երկկողմ առևտրի ծավալը եւ ներդրումները մեծացնելու ուղղությամբ։ Դիանա Գասպարյան, լուրեր։